Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 27-ին վերսկսվեց Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվենցյանի դեմ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արթենյանի հայցի քննությունը։ Սա դատական 8-րդ նիստն էր։ Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստերը հետաձգվում էին Ամբաստանյալի ներկայացրած միջնորդությունների պատճառով։ Այս նիստին Անդրանիկ Մակվենցյանը ներկայացավ 2 փաստաբանով։ Ամբաստանյալի շահերը Արթուր Մարտիրոսյանից բացի պաշտպանում է Շենհիդ Բրեյդը Կանադայից, ով Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։ Նա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատը հետաձգելու համար, քանի որ գործի առնչությամբ իրենք բողոք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը 1 ամսվա ընթացքում պետք է ընդունի կամ չընդունի այդ բողոքը։ Մենք միջնորդում ենք, որ գործը հետաձգվի 1 ամսով, մինչև վճռաբեկ դատարանի պատասխան ստանալը։ Այնպես որ դատական գործը չի կարող շարունակվել մինչև վճռաբեկ դատարանի պատասխանը ստանալը։ Մինչ դատավոր Տիգրան Պետրոսյանը որոշում կկայացներ, դատավարությանը ներկա հայ եկեղեցու հետևորդները քննարկում էին նիստի ընթացքը, բարձրաձայնում իրենց դժգոհությունները։ Սասոց հոգևորականի եւ անհատի վիճաբանության հարց չէ, այլ ազգային անվտանգության խնդիր է։ Այսօրվա դատավարությանը մասնակից անձը, որ դրսից է եկել, ապացուցում է եւս 1 անգամ, որ աղանդավորությունը դրսից ներմուծված թշնամական խմբավորում է, որը ոչ միայն վտանգ է ներկայացնում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այլև ամբողջ հայ ազգի նկատմամբ։ 20 րոպե տևած ընդմիջումից հետո դատավորը մասամբ բավարարեց դատը հետաձգելու միջնորդությունը։ Հաջորդ դատը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Դատարանի կողմից ամենայն դեպս ես ուզում եմ արձանագրել, որ խախտվեց անընդատության սկզբունքը եւ ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու սկզբունքը։ Այսինքն դեռևս ոչ մի քայլ առաջ մենք մինչև հիմա չենք գնացել եւ այս անգամ էլ երբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ չկա սահմանված, դատարանի կողմից նույնպես հարգվեց նրանց միջնորդությունը եւ ելի ժամանակ տրվեց։ Արդեն ես ինքս կասկածներ ունեմ դատարանի նկատմամբ եւ ինչպես արդեն հայտնեցի, միգուցե եւ հանդես կգանք ինքնաբացարկի միջնորդությամբ։ Օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներ անընդհատ դատը հետաձգելու։ Ես չգիտեմ ինչ են սպասում, երևի թե մինչև այս սպասում են կանադացի փաստաբանին։ Երևի թե ուշանում էր եւ հետաձգեցին այսքան, մինչև որ փաստաբանը կհասնի։ Վաղը մյուս օր հուսով ենք, որ էլի պիտի փաստաբան իրենց մինանա, հետո դիտորդներ ու այսպես շարունակ։ Բնականաբար այստեղ Եհովայի վկաների ամբողջ կազմակերպության հեղինակության հարցն է, որ իրենք այսպես ամեն հնարավոր միջոցները փորձում են օգտագործել, որպեսզի այդ հեղինակությունը պահել։ Ինչպես նախորդ դատերին, այս անգամ եւս Անդրանիկ Մակվենցյանն ու նրա պաշտպանը հրաժարվեցին լրագրողների հետ խոսել գործի առնչությամբ։